մեր իրականության մեջ էական եւ շրջադարձային փոփոխություններ են տեղի ունեցել, որովհետեւ օրինակ մասնավորապես ընդամենը տարիներ առաջ Հայաստանի Հանրապետության մասին խոսելով ասվում էր, կարելի էր ասվել եւ դա մեր ընդհանուր ընկալումն էր, որ Հայաստանի Հանրապետությունը օրինակ էներգետիկ ռեսուրսներ չունեցող երկիր է եւ դա ճշմարտություն էր եւ այս արտահայտությունը ցույց էր տալիս Հայաստանի խոցելիությունները էներգետիկ եւ մնացած առումներով, բայց ես ուզում եմ ասել, որ չնայած ոչինչ չի փոխվել Հայաստանի Հանրապետության պարամետրերում։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկիր է։ Սա մեր ժամանակների ամենահետաքրքիր հանգամանքն է, երբ որ կարող է երկիրը լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց նրա աշխարհագրական դիրքը փոխվել։ Կարող է երկիրը էներգետիկ ռեսուրս չունեցողից վերածվել եւ տրանսֆորմացնել անսահմանափակ էներգետիկ ռեսուրս ունեցող երկրի։ Ես ոչ մի գաղտնիք բան չեմ պահում, Հայաստանում նավթի եւ գազի հանքեր չեն հայտնաբերվել եւ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես բազմաթիվ այլ երկրներ, անսահմանափակ էներգետիկ պոտենցիալ ունեն արևային էներգիայի զարգացման բերումով։ Եվ մեր խնդիրն է առաջիկայում կենտրոնանալ այս խնդրի վրա Հայաստանի Հանրապետության համար ի հայտ եկած անսահմանափակ պոտենցիալը, այդ թվում էներգետիկայի ոլորտի օգտագործելու նպատակով։ Իհարկե ես ասացի, որ Հայաստանի Հանրապետության շուրջ շատ մեծ ընդհանրապես ոչ մի աշխարհագրական եւ ռեսուրսային փոփոխություն տեղի չի ունեցել, բայց մի բան իհարկե էականորեն փոխվել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ապրում է խաղաղության պայմաններում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված։ Եվ սա է շրջադարձային կետը, որովհետեւ ինչու նախկինում մենք չէինք նկատում, որ մենք ունենք հոյակապ աշխարհագրական դիրք։ Խաղաղության բացակայությունը կամ կոնֆլիկտն է, որ մեր տեսադաշտը փակում էր եւ մենք չէինք կարող նկատել այն, ինչ որ ակնհայտորեն դրված է մեր աչքի առաջ։ Եվ ուզում եմ սա ընդգծելով կրկին իմ գնահատանքի խոսքերը ասել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի, ում դերակատարումը այսօր հաստատված խաղաղության մեջ առանցքային է, որովհետև այն ճարտարապետությունը, որի ներկայության մասին մենք խոսում ենք այսօր, ի վերջո արձանագրվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում նախագահ Մակրոնի եւ Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելի նախաձեռնած քառակողմ հանդիպման արդյունքներով, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ըստ էության ճանաչել են Ալմաթայի հռչակագրի հիման վրա, փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը եւ համաձայնվելով, որ Ալմաթայի հռչակագիրը կդրվի երկու երկրների սահմանազատման հիմքում։ Սա շրջադարձային կետ է եւ այս շրջադարձային կետում նախագահ Մակրոնի անձնական ներդրումը դժվար է պարզապես գերագնահատել։